Նյութը այսօրվա որ պիտի խոսեմ, բավականին կարևոր նյութերից մեկն է հոգևոր կյանքի մեջ, որտեվ ամեն բան, երբ որ իր տեղում ճիշտ դասավորվում է, կարգ ու կանոն է լինում, զարգացումն ու աճը սկսում է հետևել այդ բոլորին։ Մեր հոգևոր կյանքն էլ պետք է առաջ գնա, զարգանա եւ աճի։ Նյութը վերնագրել եմ առաջնահերթություններ։ Որ բաներն են ավելի կարևոր, ավելի առաջնային, որ բաներն են ավելի երկրորդական, ինչի վրա ավելի ուշադրություն դարձնենք, ինչը անհետաձգելի է մեզ համար։ Կարևոր նյութ է, թե չի, ասեք եղբայրներ քույրեր, շատ կարևոր։ Փիլիպեցիներին ուղված նամակի 1:9-10 կարդամ նախ, հետո կանցնենք Փիլիպեցիս 1:9 եւ 10 համարներ, ասում է. «Եվ այս եմ աղոթում, որ ձեր սերը ավելի ու ավելի աճի գիտությամբ եւ ամեն հասկացողությամբ, որպեսզի դուք լավագույնը զանազանեք, որ Քրիստոսի օրը մաքուր լինեք ու անարատ»։ Աղոթում է, որպեսզի մենք լավագույնը զանազանենք, տարբերենք։ Ինչպես որ շուկա են գնում ապրանք առնելու, ես ամենավատ առևտուր անողն եմ, տունը Գոհարն ասում է գնա էս առ, այն առ խնձոր առ, չգիտեմ, լոլիկ առ եւ այլն, բերում եմ տունը, գիտեմ որ մի 5 րոպետով սկսում է հլասում արի նայ առածդ։ Էս ինչ ես առե։ Էսի տակն են դրել, էսի վերևն են դրել եւ այլն։ Չեմ կարողացել ջոկել, զանազանել, լավը վերցնել։ Առաքյալն ասում է, ես աղոթում եմ, որ դուք լավագույնը զանազանեք։ Մեզ դպրոցում մանավանդ մաթեմատիկայի առարկայի ժամանակ ասում են գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում։ Հիշում եք այդ օրենքը։ 1-ին գումարած 2 3 է, 2-ին գումարած 1 էլի 3 է։ Դա մաթեմատիկայի մեջ էր, բայց շատ տեղերում, մանավանդ հոգևոր կյանքում գումարելիների տեղափոխումից գումարը փոխվում է։ Այսինքն բաներ կա, որ չես կարող շարժել։ Օրինակ, դու չես կարող առաջ հաց ուտել, հետո լվացվել։ Մենք գիտենք, որ առաջ ինչ ենք անում։ Լվացվում ենք, հետո ենք հաց ուտում։ Դու չես կարող սայլը ձիուց առաջ դնել։ Առաջ պետք է գնա ձին, իսկ հետևից կապված սայլը։ Ուրեմն մեր կյանքում կարևոր բաներ կան, որ ճիշտ իրենց տեղում պիտի լինեն։ Ամենալավ խոսքը, որ լսել եք, որ Սուրբ գրքի մեջ գրված չի, բայց ես կասեմ, որ Սուրբ գրքի սրտից է բխում, ասում է, եթե Աստված քո կյանքում լինի առաջին տեղում, մնացած ամեն ինչը կլինեն իրենց տեղերում։ Ես երբ որ համալսարան եմ սովորում, մի փիլիսոփայության դասախոս մի նախադասություն ասեց 30 տարի առաջ, մինչև հիմա մտքիս մեջ է, ասեց կարևորելն է։ Սա 3 հատ կարևոր ասեց, ինչ ասում, բայց միտք կա, լսեք, կարևորելն է։ Հոգևոր կյանքի մեջ այս սկզբունքը գործում է, սիրելիներ։ Եթե դուք ձեր ամբողջ ժամանակը, ուժը, էներգիան վատնեք մանր-մունր երկրորդական բաների վրա, առաջնային եւ կարևոր բաների համար ժամանակը չի հերիքի։ Էներգիան կծախսվի, չի հերիքի։ Մենք բաց կթողնենք կարևորը։ Ուրեմն մեր ուշադրությունը պիտի լինեն առաջնահերթ բաների վրա։ Ես 5 հատ եմ առանձնացել, դուք հետո կարող եք ավելի մեծ ցանկ ունենալ։ Առաջին առաջնահերթությունը Մատթեոսի ավետարան 6-րդ գլխի մեջ է հիշված, ես միայն 33-ը կարդամ, ասում է առաջ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք, եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Առաջ, ինչ բանից առաջ։ Եթե վերևի հատվածը կարդաք, ինչու եք հոգանում ձեր ուտելու կամ հագնելու մասին, նայեք Դաշտի Շուշաններին, որ Աստված հագցրել է, նայեք Սողոմոն իր ամբողջ ճոխության մեջ չկարողացավ հագնել, թռչուններին նայեք, որոնց Աստված կերակրում է, ինչու եք ուտելիքի եւ հագնելիքի համար առաջնահերթ կերպով ձեր կյանքը վատնում։ Բա ինչ անենք։ Բոլոր մարդկանց եթե հարցնեք, որ կարևոր գործը ինչն է, որ ուտելիք հայթայթեմ, հագնելիք հայթայթեմ, իմ ֆիզիկական կարիքներս հոգամ։ Սա կարևոր, ամենակարևոր կետն է մեր կյանքի։ Բայց այստեղ Աստված ճիշտ հակառակն է ասում է դուք նախ Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեք։ Նախ հոգևորը փնտրեք։ Մնացած այդ նյութական բաները արդեն Աստված ձեզ կտա օրինակով Դաշտի Շուշանների եւ երկնքի թռչունների։ Մենք աշխատում ենք, մենք ծրագրում ենք,
մենք մտածում ենք, մենք բիզնես ենք անում, մենք հոգնում ենք, բայց կարծում եք դա է, որ մեզ հաջողություն է տալիս։ Ես ձեզ ասեմ ոչ։ Աստծո խոսքի մեջ շատ տեղեր կգտնեք, որ դրանից չի կախված, այլ կախված է Աստծո օրհնությունից։ Կարող ես քիչ աշխատել եւ շատ օրհնվել, կարող ես շատ աշխատել, բայց ապարդյուն իզուր գնացում է, հավաքում, կուտակում են, բայց իրենց չի մնում։ Ուրեմն թեև Աստված մեզ ասում է աշխատասեր եղեք, ծուլության չի վարժեցնում Աստված, բայց մեր առաջնային նպատակը ոչ թե ֆիզիկականը, այլ, ասեք, հոգևոր պիտի լինի։ Ամարդ միայն հացով չի ապրում, Տեր Հիսուսն ասեց, այլ այն խոսքով, որ Աստծո բերանից է դուրս գալիս։ Ուրեմն, սիրելի եղբայրս եւ քույրս, եթե քո կյանքի մեջ հոգևոր բաները դարձնես առաջնահերթ, հոգևոր պահանջմունքները դարձնես գլխավոր, նյութականը կհետևի հոգևորին։ Եվ ոչ թե հոգևորը կհետևի նյութականին։ Ամեն։ Սա դժվար է։ Սա դժվար է, որտեղ մենք ամեն օր տեսնում ենք հակառակը, մենք ամեն օր տեսնում ենք նյութական վազք այս աշխարհի մեջ, կարիքներ, հոգսեր, կերակրել, ընտանիք, զավակներ, բայց Աստված ասում է, այդ բոլորը ես գիտեմ, ես ձեր հայրն եմ, ես ձեռքս բացում եմ եւ ողջ տիեզերքը կերակրում եմ, ես կանեմ դա ձեզ համար, այո, դուք աշխատեք, բայց ես կորտնեմ եւ կտամ ձեզ, բայց դա թող չլինի ձեր կյանքի նպատակը, առաջնահերթությունը թող դա չլինի։ Համաձայն ենք բոլորս։ Երկրորդ առաջնահերթությունը գտնվում է Ատիմոթեոս 2-րդ գլուխ 1 եւ 2-րդ համարներ։ Արդ խնդրում եմ, որ ամեն բանից առաջ ինչ անենք, աղոթեք։ Խնդրանք ու աղաչանք անենք, գոհություն հայտնենք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար, որպեսզի լիակատար աստվածապաշտությամբ ու մաքրությամբ խաղաղ ու հանգիստ կյանք վարենք։ Ամեն բանից առաջ ինչ աղոթել։ Մեկն ասել է, որ աղոթքը մեր պահեստային անիվը չի, աղոթքը մեր ղեկանիվն է։ Մենք մեքենաների մեջ ունենք մի պահեստային անիվ, երբ որ անիվը ծակվի, հիմա չկա այս նոր մեքենաների մեջ, որպեսզի այդ պահեստային անիվը երբ որ պետք լինի հանենք եւ փոխենք։ Աղոթքը այդ պահեստային անիվը չի, աղոթքը ղեկանիվն է, ինչով որ մենք կառավարում ենք մեր մեքենան։ Աղոթքը պետք է լինի առաջնահերթություն հավատացյալի կյանքի մեջ, ոչ թե պիտի լինի վերջին մի բան, այլ նախ եւ առաջ աղոթք արեք։ Շատ սիրուն խոսք ասում է, եթե դու աղոթում ես միայն այն ժամանակ, երբ որ դու խնդիր ունես, պրոբլեմ ունես, ուրեմն դու պրոբլեմ ունես։ Լավ է։ Մենք չպետք է աղոթենք միայն այն ժամանակ, երբ որ խնդիր կա։ Երբ որ խնդիր չկա, Տեր Աստված արձակուրդ, ոչինչ, դու քո գործերով, ես իմ գործերով։ Եթե դու աղոթում ես միայն պրոբլեմի ժամանակ, ուրեմն դու պրոբլեմ ունես։ Այդ պրոբլեմը պետք է լուծես։ Ուրիշ մեկն ասել է, աղոթքը մեզ չի պատրաստում մեծ գործի համար։ Աղոթքը ինքնին մեծ գործ է արդեն։ Գիտեք, որ աղոթքը մենք խոսքեր ենք ասում, անցնում ենք գնում, մի քանի վայրկյան, մի քանի րոպե ենք տրամադրում, կարծում ենք, որ թեթև մի գործ է, այդպես չի։ Աղոթքը երկինքը կապում է երկրին։ Աղոթքով մենք հասնում ենք մեր երկնավոր Հորը եւ ստանում ենք անհամար եւ անգին օրհնություններ։ Աղոթքով, ոչ թե շատ մեծ ուժ գործադրելով։ Չարլզ Սպերջեն, մեծ արթնության քարոզիչ, ասում է, ում մոտ որ կա աղոթքի բանալին, նա կարող է բացել երկինքը։ Այսինքն աղոթքը երկինք բացելու բանալին է։ Սուրբ Օգոստինոս, Տերը այնքան չէր հորդորի մեզ խնդրել, եթե չկամենար տալ։ Ինչու ասում խնդրեք, որտեղ ինքը ուզում է մեզ տալ, ճանապարհն է ցույց տալիս, որը աղոթքն է։ Ջոն Ուեսլի, Աստծո առաջ ծնկի իջած մարդը ավելի ընդունակ է տեսնել հերուն, քան ամբողջ աշխարհը ոտքի կանգնած։ Աղոթքով ծնկի եկած շատ հերուներ մենք կարող ենք տեսնել։ Մարտին Լյութեր, բարեկարգիչ, աղոթքը ամենակարող ուժ է։ Աստված մեզ իրեն կապեց աղոթքով։ Աղոթքը կապ է, աղոթքը միայն խոսքեր չի, միայն խնդրանք չի, տուր չի, աղոթքը մեր սիրո կապն է մեր երկնավոր Հոր հետ։ Եփրեմ Ասորի եկեղեցական հայրերից,
Դռների ետևում են մնում այն աղոթքները, որոնք իրենց մեջ սեր չեն պարունակում, որովհետև միայն սերն է բացում աղոթքի դռները։ Աղոթքը առանց սիրով շաղախված շատ երկար տեղ չի հասնի։ Հաճախ քարոզիչներն ասում են, մեր աղոթքները այս առաստաղից վեր չի բարձրանա, եթե նրանց մեջ սեր չկա եւ Աստծո կամքը փնտրել չկա։ Ուրեմն երկրորդ առաջնահերթությունը աղոթք։ Երրորդ առաջնահերթություն Ապետրոս 4:8 Ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որտեղ սերը ծածկում է մեղքերի շատությունը կամ բազմությունը։ Ամեն ինչից առաջ խոսքը վերաբերում է հաղորդակցության, հարաբերության, եղբայրների, քույրերի, մարդկանց հետ, մեր նմանների հետ։ Ամեն ինչից առաջ ջերմ սեր ունեցեք, իրար նկատմամբ, ամեն ինչից առաջ։ Հիսուսն ասաց, եթե իրար սիրեք, բոլորը կիմանան, որ իմ աշակերտներն եք։ Որտեղից կիմանան, որ մենք Հիսուսի աշակերտներն ենք, որ եկեղեցի եկանք, որ Facebook-ում ստատուսներ ենք դնում, որ մեզ եղբայր եւ քույր են ասում, այդ բոլորը լավ է, բայց Հիսուսն ասում է ամենակարևորը, որ ձեզ կճանաչեն, որ իրար նկատմամբ սեր ունենաք, ջերմ սեր ունենաք։ Ինչ է սերը, սիրելիներ։ Բոլոր բանաստեղծները, երգերը, նկարիչները, արվեստագետները միշտ փորձել են բացատրել ինչ է սերը, բացատրում են, այդպես էլ վերջնական չեն բացատրում, որտեղ Աստված է սերը, չէ՞։ Աստված սեր է։ Սերը լավ բաները կիսելու ցանկությունն է։ Սերը, եթե մեկին սիրում ես, լավ բաները ուզում ես նրա հետ ինչ անես, կիսես, շեր անես, տաս իրեն։ Սերը լավ բաները կիսելու ցանկություն է։ Երբ մարդը անում է բարություն առանց փոխադարձ ինչ որ բան սпасելու, երբ որ դու սեր ես տալիս եւ սպասում ես, հեսա ամսի 9-ին էլ ինքը պետք է սեր հետ բերի տայից, դա առևտուր է, դա սեր չի, դա բիզնես է։ Առանց սпасելու, առանց ակնկալելու տալիս ես եւ օրհնում ես։ Շնորհքը ոչ թե սիրվողի, այլ սիրողի մեջ է։ Աստված երբ որ մեզ սիրեց, ոչ թե մենք լավն էինք, այլ որտեվ իր մեջ այդ շնորհքը կար։ Դու չես կարող ասել, ես իրան չեմ սիրում, որտեվ ինքը սենց, իր մեջ չի, այլ քո մեջ է շնորհքը սիրելու։ Եթե դու սերը սիրում ես, արևը ամեն առավոտ ծագում է կամ մենք ենք ասում ամեն առավոտ, 24 ժամ արևը տալիս ու չի խնայում, իր լույսը, ջերմությունը, ճառագայթները գալիս են։ Երկիրը այս կողմնա մոլորակը պտտվել է, մեր մոտ գիշեր է, ձմեռ է, ամառ է, շաբաթվա, չորեքշաբթի է, կարևոր չի։ Ինքը տալիս է, ինքը բխում է իրենից այդ շնորհքը։ Վերցնողի մեջ մենք պիտի տեսնենք խնդիրը։ Եթե չի վերցնում, ուրեմն խնդիրը իր մեջ է։ Մեկն ասել է հնարավոր է տալ առանց սիրելու, բայց անհնար է սիրել առանց տալու։ Հնարավոր է տաս, բայց չսիրես, քո անվան համար, ուրիշ հաշվարկներով, բայց անհնար է սիրես եւ չտաս քո լավագույնը քո սիրելիին։ Սիրո մասին չեն գոռում, սիրում են ու վերջ։ Ամեն։ Ինձանից լավ գիտեք, ինչ է սիրը, սերը երրորդ առաջնահերթությունն է։ Չորրորդ, Մատթեոս 7-րդ գլուխ 3-ից 5 համարներ։ Եվ ինչու եղբորդ աչքի միջի շուղը տեսնում ես, իսկ քո աչքի մեջի գերանը չես նկատում։ Կամ ինչպես ես եղբորդ ասում, թող շուղն աչքից միջից հանեմ, երբ ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր, հիմա ինչ եք անելու, նախ քո աչքից գերանը հանիր, այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես եղբորդ աչքից շուղը հանես։ Լավ բան է մեր եղբորը շտկել, օգնել, եթե մի բան սխալ է, բերել ուղղության, լավ բան է։ Բայց ասում է առաջ, երբ որ եղբորդ պիտի դատես, նախ եւ առաջ քո աչքի մեջի գերանը պիտի հանես։ Ինչպես ես ուրիշի շուղը տեսնում հանելու համար, երբ քո աչքի մեջի գերանը քեզ կուրացրել է։ Պատկերացրեք, գերանը մտել է, ինքը չի տեսնում, դիմացինի աչքի շուղ ուզում է հանի, չես կարող։ Առաջ քո գերանը հեռացրու, որ կարողանաս օգնել։ Ուրիշի չնչին հանցանքների դեմ թշնամանում ենք, իսկ մեր մեղքերը անտեսում ենք։
ուրիշի փոքրը մեծ ենք դարձնում, մեր մեծը ասում ենք, դե լավ է, հիմա ով չի եւ այլն, եւ սվաղում, անցնում ու գնում ենք։ Եթե այդքան սուրը աչքդ եւ տեսնող ես, նախ մեծը տես, գերանը տես։ Ոնց է լինում, որ գերանը չես տեսնում, բայց շուղը կարողանում ես տեսնել։ Տեսողության հարց չի, սրտի հարց է։ Քոնը չես ուզում տեսնես, ուրիշինը անպայման ուզում ես մեծացնես։ Ինչքան քիչ գիտեն մարդիկ, այնքան ավելի բարձր են դատում։ Լսել եք այսպիսի բան։ Էս ինչ է, այն ինչ է, նայեք, ձեզ մի բան ասեմ։ Եթե մեկը մեկին դատում է, սպասեք, 24 ժամ տվեք։ Նույն բաները ավելիով ինքը անելու է ու ընկնելու է նույն բաների մեջ։ Սա օրենք է, փորձված։ Լավ 24 ժամ չէ, 7 օր տվեք։ Անպայման, որտեվ ինչ դատով որ դատես, նույն դատով էլ կդատվես։ Շատերն ասում են, չեմ դատում, ասի, բան չես անում, դատապարտում եմ։ Քննադատում եմ, ես իրան էլ եմ ասել, պետք լինի իր առաջ էլ կասեմ, կարևորը պրոցեսը չի, կարևորը ինչ սրտով ես անում դա, ինչ շարժարիթով ես անում դա։ Բարեկամը բարեկամի թերությունները ոչ թե բարձրաձայնում է, այլ ինչ է անում, ասեք, ծածկում է։ Ուրեմն նախ եւ առաջնահերթ մի հատ բժիշկի մոտ գնա, աչքը ցույց տուր, գերանը հանի, հետո կգաս ուրիշների աչքի շուղով մեծ մասնագետ կդառնաս։ Եթե Աստված ուզեր մարդկանց դատել, Աստված դատավոր կուղարկեր աշխարհ, բայց Աստված փրկիչ ուղարկեց։ Կդատի Աստված վերջում, բայց մինչև այդ Աստված նախ ձեռք երկարեց, որպեսզի մեզ հանի։ Մեկն ասել է դիմացինի սխալին դատավոր են, իրենց սխալին դատապաշտման, լոյեր են։ Ես որովհետև իմը բան ախր տարբեր է, բայց դիմացինին ընենց կդատեն, ընենց օրենքներ կբերեն, Աստծո խոսքից ընենց տեղեր կբերեն։ Մի անգամ մեկը ասեց, որ գրվածա թող հորդ մորդ եւ հետևի կնոջդ, ամուսնուս ասել եմ, նայ գրածա, մամայդ, պապայդ, պետք թողես իմ հետևից պետք գաս։ Անկես խոսակցությունները տենց հարազատ մարդեր ինձ, ասեցի, բա որ տղատ ամուսնանա ու հարցը նույն հարցը դնի քո առաջ։ Չի ասում այդ ժամանակ կասեմ չէ տղուս միար, ասի, բա ինչ համար կբերես, ասես կբերեմ կասեմ ամեն բանի ժամանակ կա։ Այն ժամանակը տենց էր, հիմա տենց է։ Դիմացինին մի բան, մեզ ուրիշ բան։ Եթե դու հանցավոր ես, չես կարող ուրիշին դատել։ Հռոմեացիս 8:7-ն ասում է քեզանից ով որ անմեղ է, ձեզանից ով որ անմեղ է, թող առաջի քարը գցի նրա վրա։ Հիշում եք այդ կնոջը բերեցին Հիսուսի առաջ եւ Հիսուսին ասեցին, ինչ անենք, բռնել ենք, դատենք, խփենք եւ այլն։ Չես կարող, եթե անմեղ չես կարող։ Հովանու 8:2-11 համարները կարդա։ Եվ շուռ եկավ ասեց, ուր են քեզ դատողները։ Եթե անմեղ ես, առաջին քարը նետիր։ Շարունակենք 5-րդ առաջնահերթություն։ Մատթեոս 8:21-22։ Նրա աշակերտներից մեկը ասաց նրան. Տեր, թույլ տուր ինձ գնամ նախ հորս թաղեմ։ Առաջի գործը գնամ հորս թաղեմ, լավ գործ է, վատ գործ չի, որտեղ ծնողն է, պարտականությունը եւ այլն։ Գնամ։ Հիսուսն ինչ ասեց, ասեց, հա առաջին հետի արա, ինչ եք կարծում։ Հիսուսը ասաց նրան. արի իմ հետևից եւ թող մեռելներին, որ իրենք թաղեն իրենց մեռելներին։ Ամենադժվար հատվածներից, գիտեք, Աստծո խոսքի մեջ, եթե իրավիճակը չպատկերացնես, ինչ իրավիճակում եւ ում էր ուղված խոսքը, կարող ասես, որ այստեղ մի բան սխալ է։ Մարդը ուզում է գնա իր ծնողին, նեղության ժամանակ կողքը լինի, հիվանդ է, հայտնի է, որ չի լավանալու, հայտնի է, որ բոլոր տեսակի վերլուծություններն ասում են, որ հավանաբար կմահանա, նստեմ, մահանա, թաղեմ, պատվով, էլի գամ քո հետևից քեզ ծառայեմ։ Հիսուսը կարծես թե ասում է ոչ, առաջնահերթը դու իմ հետևից արի, թող հորդ։ Բայց ինչու է Տերը այդպես ասում, սիրելիներ, այստեղ շատ կարևոր բան կա։ Աստված ուզում է, որ մենք պատվենք մեր ծնողներին, արդեն տասնաբանյայի մեջ կա պատվիր հորդ եւ մորդ, բայց Աստված ուզում է, որ իր գործը եւ իրեն ամեն բանից վեր դասենք, որովհետեւ եթե հոգեվոր ծառայության մեջ ես մտել, եթե ձեռքը դրել ես մաճին, հետ չես կարող նայել։ Չես կարող հոգևոր ծառայությունը ստանձնել, հետո ասել, վայ, կային ժամանակս չերքում, որտեղ ես ուրիշ ծրագրեր ունեմ։
նախ պետք է հոգևորը անես, հոգևոր կարիքը հոգաս, բարդ բան եմ ասում եղբայրներ քույրեր, դրա համար ես ուզում եմ այս գործը անելուց առաջ երկար մտածի, լավ մտածի եւ լավ աղոթի, ավելի լավ է չսկսել, քան թե սկսել եւ կես ճանապարհին թողնել, համաձայն եք ինձ հետ, մեծ գինը հոգևոր ծառայությունը, որտեվ շատերը այսօր ծառայում են, բայց գոնե շատ անգամ ես լսել եմ 3 տեսակի ծառայողներ կան, ինքնակոչ, մարդակոչ եւ աստվածակոչ, պիտի բացատրեմ սա, որտեվ շատ կարևոր է, Աստված ուզում է, որ մենք ծառայենք, բայց կան մարդիկ, ովքեր ինքնակոչ են, ինքը իրան որոշել է, ես էլ եմ ուզում անեմ, լավ է ուզում ես, բայց բեր Աստծո առաջ, արդյոք հարմար ես, արդյոք Տերը որոշել է քեզ, Պողոս առաքյալն ասում է, այն ինչ որ ես հիմա անում եմ, իմ մորս որովայնից արդեն որոշել էր Աստված, դա իմ որոշումը չի, ես ընդամենը Աստծո որոշմանը ընդառաջ եկա, ինքնակոչ պետք չի, ես էլ կանեմ, եկեղեցի կբացեմ, քարոզ կանեմ, հավատացեք, սրտի ցավով եմ ասում, գոնե 38 տարվա հոգևոր փորձառություն ունեմ, գոնե 35 տարի քարոզչության, հովական ծառայության մեջ եմ, շատերը սկսեցին, քչերը հավատարիմ մնացին, շատերը ոգևորվեցին, մեջտեղ եկան, բայց կարճ ժամանակ հետո հայտնի դառավ, որ դա Աստծո կանչը չէր, երկրորդ տեսակը կա մարդակոչ, մի քանի հոգի հավաքել են կողքեր, ասում են, գիտես, մենք քեզ սուպորտ կանենք, գնա առաջ, մենք քեզ կտանք, ռոճիկը կտանք, տեղը կտանք, կվարձենք, փողը, էս կանենք, կարևոր է, նորից եմ ասում, պետք է, որ թևեր բարձրացնողներ լինեն, բայց մարդակոչով ծառայություն չի լինում, համաձայն եք ինձ հետ եղբայրներ քույրեր, որտեվ եթե աստվածակոչ մեկը չես եւ Աստված չի որոշել եւ քո կանչը աստվածային չի, դա շատ երկար չի գնա։ Հաճախ մենք ինքներս չգիտենք ինչա, մտնում ենք հոգևոր ծառայության մեջ, տարիներ հետո հետ ենք նայում, ասում ենք, նույնիսկ քանի անգամ ես ուզեցի փախնեմ ծառայությունից, քանի անգամ կարծեցի, որ սխալ է, ընկա բարձրացա, բայց հիմա երբ որ նայում եմ հետ, երբ որ առաջ տեսնում եմ, որ Աստված միշտ ինձ առաջնորդում եւ ուղղորդում էր։ Մի ձեռք կար իմ կյանքի մեջ, որ միշտ ինձ հրում էր դեպի հոգևոր ծառայության։ Անկախ նրանից, որ փորձառությունս քիչ էր, գիտելիքս քիչ էր, ես ինձ չէի դնի այդ գործին։ Լավ քարոզիչներ կան, որ ասում են, ես ինձ չեմ վստահի, բայց Աստված ինձ վստահեց։ Ամեն։ Հիմա դուք ասեք, բայց ես ինչ ծառայություն անեմ, ստեղ գրված է նախ եւ առաջ ծառայի կամ թող գնա ծառայության։ Ես հովիվ չեմ, մեծ քարոզիչ չեմ, երկիչ չեմ օրինակի համար։ Մի բան պիտի կարդամ, որ շատ ուշադիր լինենք բոլորս, մեծերս եւ փոքրերս։ Ոչ բոլորն են ծնվել հայտնի քարոզիչներ, երկիչներ, հովիվներ դառնալու համար։ Կան հազարավոր ծառայություններ, որոնց համար եւս մեծ վարձ կա երկնքում։ Աշխարհով մեկ հայտնի ծառայողներին երանի տալուց առաջ խնդրեք Տիրոջից, որ բացի ձեզ համար, թե ինչ զոհաբերությունների ու դառը ճանապարհի միջով են անցել ու անցնում այդ մարդիկ։ Եվ իրականում հոգևոր աշխարհի օրինաչափությունները լրիվ այլ են։ Հոգևոր կյանքում խոնարհվելով են բարձրանում, սեփական անձը բարձրացնելուց ցավոտ ընկնում են։ Այստեղ մեծ սիրո արժանանալու հետևում նախատինք եւ հալածանքներ են, լավ մեկնաբանությունների հետևում անեծքով եւ հեգնանքով լեցուն նամակներ ու հայացքներ։ Մինչ դու ձգտում ես մեծ քարոզիչ, երևացող մեկը լինես, քեզ էլ շատ վյուներ անեն, այսպես բութեր դնեն Facebook-ի վրա, քեզ շատ ծափ տան եւ այլն, իմացիր, որ այդ շատ ընդունողների մեջ շատերը հալածված, նախատված, վարքաբեկված են, մյուս կողմը, ներքին սենյակը չի երևում, մենք դուրսն ենք տեսնում, եւ եթե դու պատրաստ ես այդ գինը վճարելու, հետո միայն քայլ արա ասով Տեր, ես էլ եմ ուզում մեծ գործի գնամ։ Մինչ դուք նախանձախնդրությամբ ձգտում եք մարդկային վերելքներ, ձեր շուրջ բոլորը կյանքեր են կործանվում, որոնք ունեն ձեր կարիքը, նրանք գուցե չկարողանան ձեզ փոխհատուցել ծափահարությամբ, բայց Աստված կտեսնի եւ ձեզ կորտնի։ Հավատում եմ, քո կողքը ծառայություններ կան, կարևոր չի փոքր մեծը, հետո կիմանանք, որն է փոքր, որը մեծ, որ դա քո համար է, դու պիտի անես, եւ դա անկարևոր չի։ Աստծո անունով մեկ գավաթ սառ ջուրը եթե տանք, Աստված չի մոռանա։ Ուրեմն ես եւ դու կանչված ենք հոգևոր
ծառայության։ Բարձրանալու միակ ճանապարհը խոնարհությունն է։ Հոգևոր ծառայի բարձրանալու, հայտնի լինելու, ճակերտավոր, տարածվելու միակ գաղտնիքը գիտեք որն է։ Խոնարհություն։ Հենց հպարտացար կհեռանա։ Հենց հպարտացար կվերցվի։ Եվ ուրեմն սիրելիներ, Տերը տա, որ մենք մեր կյանքի մեջ առաջնահերթությունները կարողանանք ճանաչել։ Ժամանակը մշտապես առաջնահերթություն է, իսկ մնացած ամեն բան երկրորդական են մեկն ասել է։ Ժամանակը կանցնի, մինչև որոշես այս անեմ, այն անեմ, վերջացավ։ Ժամանակի հետ պետք է մենք անենք։ Ես այսօր, եթե բաներ կա ուզեմ անել, Աստված թերևս ասի, որ դա դու 20 տարեկանում պետք է անեիր, արդեն անցավ գնաց։ Այս օրը մի կորցրու, մի հետաձգի, հիմա եւ այսօր ես պատրաստ եմ այս բոլոր բաները դարձնել առաջնահերթ, կարևոր իմ կյանքի մեջ, օգնիր ինձ Տեր, որպեսզի ընտրեմ եւ քեզանով շարունակեմ։ Ամեն ձախորդություն հաջողության ճանապարհի վերադրված մի անկյունակար է, դարձյալ Սուրբ Օգոստինոս։ Երբ որ առաջ է շարժվում, ձախորդություն կարող է ունենալ։ Ձախողվես, դա անկյունակար է, որպեսզի ուղես ճանապարհդ եւ գնաս առաջ եւ երբեք չնահանջես։ Տերը օրհնի ամենքիդ եւ զորացնի ամեն։